Պարոն Պապյան, սպառողի շահերի պաշտպանության հետ կապված օրինակ վերցնենք արտադրանքը, որը որ պայմանավորում են համապատասխան իրացնող կառույցի հետ եւ այլընտրանք չի լինում։ Այդ կարգի արատավոր երևույթը դեռ մինչև այսօր այս 30 տարվա մեջ շատ դեպքերում պահպանվում է։ Շատ կազմակերպություններ վաճառում են մի ապրանք արտադրողի հետ պայմանավորված երկրորդ, երրորդը չլինող, այդ դեպքում սպառողը չի կարողանում ընտրություն կատարի, խնդրում եմ ձեր կարծիքը այս մասին հայտնեք։ Պարոն Սարգսյան, կարելի է մեկ կոմպլեկտավորման մասին է խոսքը, թե Օրինակ ապրանքը, որը որ արտադրողը պայմանավորում է համապատասխան, վերցնենք կազմակերպության հետ, որը իրացնող է, նկատում եմ ռեստորան է կամ չգիտեմ սրճարան է, ինչ-որ մի կառույց է կամ իրացնող է։ Հասկացա ինչ մասն է խոսքը։ Եվ նա այլ ապրանք չի վաճառում, միայն այդ ապրանքն է, որտեղ այլ ընտրանք չի լինում։ Սպառողը գալիս է, ասում, բայց կներեք, ես դա չեմ ուզում, այլ ապրանք եմ ուզում, բայց քանի որ այնտեղ ոչ ինստիտուցիոնալ հարաբերություններ ա ստեղծված, այլ պայմանավորություններ են, որոնք որ ես համարում եմ միջև անգամ քրեական մակարդակի, խնդրում եմ ինձ ասել, դա ինչով է պաշտպանված, ունենք այդ պաշտպանվածությունը, թե չունենք։ Հասկացա խնդիրը, շնորհակալ եմ։ Սա շատ կարևոր հարց է եւ այս հարցը քննարկել ենք վերջերս տնտեսական նախորդ շաբաթ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երկու տեսանկյունից եւ տնտեսական մրցակցության տեսանկյունից ենք դիտարկել հարցերին եւ սպառողների իրավունքների պաշտպանության, որովհետեւ մի դեպքում սահմանափակված է ձեր դժշաս տարբերակում սահմանափակված է տնտեսվարող սուբյեկտի իրավունքը վաճառք իրականացնելը, մյուս կողմից սպառողի իրավունքը, որը ցանկանում է այլ ընտրանք տեսնել կամ այլ ապրանքանիշ օրինակ ուզեր ընդհանրեն գնել, փորձել չգիտեմ, ուտել, խմել եւ այլն, էական չի ինչի մասին է խոսքը։ Այստեղ երկու հիմնական իրավիճակ կա։ Առաջին իրավիճակը, եթե բնականաբար որևէ մեկը շուկայում գերիշխող դիրք ունի, ապա տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարտավոր է արդեն ինքը իր նախաձեռնությամբ սկսել այդ վարույթը եւ այդ գործընթացը իրականացնել։ Եթե չունի գերիշխող դիրք, ապա արդեն դա կարող է այդպիսի դեպքի արկայությունը ինքը եթե կարող է իմանալ կամ դիմումի հիման վրա դա պետք է արվի, ընդ որում այդ դիմումը կարող է լինել եւ հրապարակային եւ անանուն, այսինքն կարող է պարտադիր չի, որ կազմակերպությունը ինքը իր անունով դիմի դա, կարող է այլ անանուն դիմել, բայց պետք է դիմում լինի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Նայեք, ես նախ առաջինը մենք պետք է դպրոցից սկսենք, որ մեր բնակչությունը, մեր քաղաքացիները գիտակցեն, որ պետք է առաջինը ընտրեն հայկականը։ Հայկականի ամբողջ փաթեթավորումը պետք է ինչ-որ մի գույնային գամայի մեջ լինի, որ մարդը միանգամից հասկանա, որ դա հայկական է։ Սա առաջինը։ Երկրորդը, ինչի՞ եմ ես այս հարցը բարձրացնում, որովհետև դուք լավ գիտեք, որ մեր տեղական արտադրողները շատ դեպքերում այդ ուժը չեն ունենում, այդ պայմանությունը ձեռք բերեն այս կամ այն իրացնողի հետ։ Եվ միջազգային այլ հայտնի բրենդներ կամ կառույցներ, միգուցե մեր արտադրանքից էլ որակով չի, բայց քանի որ նրանք հայտնի են եւ կարողանում են մարքեթինգային շատ մեծ աշխատանք տանել, հայկականը մնում է երկրորդ։ Բայց մենք ուզում ենք ինստիտուցիոնալ լինի, բոլորը օրենքի սահմաններում գործեն, եւ ես խնդրում եմ այս հարցը ձեր ուշադրության կենտրոնում լինի եւ խնդրում եմ եւս, որ մենք ճիշտ հասկացանք իրար ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ։ Երկրորդ հարցը մի փոքր շարունակող հարցն է, նույն հարցը չէ։ Երկրորդ հարցի մասով նշեմ, որ հիմա մենք ըստ էության էկոնոմիկայի նախարարությունը իր հանձնառությամբ առաջարկ է արել կառավարությունից եւ այդպիսի հանձնառություն ենք մենք ստացել, այսպես ասած Made in Armenia բրենդը մենք ձևավորենք, որպեսզի մեր բոլոր եւ պետական կառույցները, կլինի դա մշակութային միջոցառում, տուրիստական միջոցառում լինի, առողջապահություն լինի, բիզնեսը լինի եւ այլն, բոլորս մի բրենդի տակ հանդես գանք, այսինքն այսօր մենք տուրիզմը գնում ենք մի հատ բրենդով է հանդես գալիս, հետո առողջապահական միջոցառում ենք տեսնում, մեկ այլ բրենդ տակ, այսինքն բրենդավորումը տարբեր է եւ Made in Armenia-ը մեկ միասնական բրենդ է մեզ իմ կարծիքով պետք եւ դրա շուրջ ենք աշխատում եւ բնականաբար դրանից արդեն բխող քաղաքականություններ եւս իրականացրել եւ իրականացնում ենք, օրինակ հիմա մենք մեր արտադրողները արտասահմանյան շուկաներում բազմաթիվ էքսպոների են մասնակցում, որի ֆինանսավորումը ամբողջությամբ կառավարությունը իր վրա է վերցնում եւ մենք խրախուսում ենք, այսպես ասած, մեկ միասնական տաղավարով Made in Armenia բրենդի տակ հանդես գալը, ինչը կարծում եմ դրա մասերից
է, մյուսը ենթադրում եմ տեղական արտադրողներին որոշակի պաշտպանության մեխանիզմների մասին է խոսքը գնում, առանձին դեպքերում ունենք, բայց պետք է նաև հասկանանք, որ դա միջազգային պրակտիկայում սովորաբար ոչ այդքան ընդունելի կամ ընդունված մեխանիզմ է եւ պետք է նաև զգուշություն ցուցաբերենք, որտեղ մենք առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք։